Մարտի 8-ը Հայաստանում վաղուց արդեն դուրս է եկել պարզապես ծաղիկներ նվիրելու շրջանակից, վերածվելով կանանց հանրային ու քաղաքական դերի մասին լուրջ խոսակցության։ Կանանց միջազգային տոնը Հայաստանում շարունակում է մնալ որպես կնոջ իրավունքների հզորացման և պետական տեսլականի համադրման կարևորագույն հանգրվան։ Այսօր տոնական շնորհավորանքներին զուգահեռ քննարկվում են կանանց ձեռքբերումները պետական կառավարման ամենաբարձր օղակներում, որտեղ նրանք ստանձնել են նախկինում ոչ կանացի համարվող պատասխանատվություն։ Այս միտումների ու երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին է իր տոնական ուղերձում խոսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով վերջին տարիների փոփոխություններին, վարչապետը նկատել է, որ այսօր կանայք ներգրավված են քաղաքական ու տնտեսական կյանքում, նախկինում չտեսնված ծավալով։ Նա հատկապես առանձնացրել է ուժային և իրավական կառույցները, որոնք հենց կանայք են ղեկավարում, մի բան, որը ոչ միայն առաջին անգամ է մեր պետության մեջ, այլև անհնարինի ժանրից կլիներ մեր նախահեղափոխական մտածողության մոդելներում։ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում բարձրաձայնել է ժողովրդագրական խնդրի մասին, որքան շատ է հանրային քաղաքական տնտեսական կյանքում ներգրավված կինը, այնքան պակաս է հակված երեխա ունենալու, և սա մեծագույն խնդիր է մեր երկրի համար։ Մենք պետք է կարողանանք այնպիսի երկիր կառուցել, որտեղ առնվազն 3 երեխա ունենալը սովորական լինի յուրաքանչյուր կնոջ համար, բայց և չնշանակի պասիվացում, մեկուսացում հանրային տնտեսական կյանքից։ Որպես լուծում նա մատնանշել է մանկապարտեզների ու մսուրային ծառայությունների ընդլայնման ծրագրերը։ Իրանի փորձագետների խորհուրդը կոնսենսուսի է հասել երկրի գերագույն առաջնորդի ընտրության հարցում, հայտարարել է խորհրդի անդամ Մոհամմադ Մեհդի Միրգբաղերին։ Փորձագետների խորհրդի պատվավոր անդամներն այս օրերին ջանքեր են գործադրել գերագույն առաջնորդին ընտրելու համար, և դրանք չեն ձախողվել։ Նրա խոսքով ձևավորվել է հաստատուն և միաձայն կարծիք, որը ներկայացնում է մեծամասնության դիրքորոշումը։ Միրգբաղերին նշել է, որ դեռևս կան որոշ խոչընդոտներ, որոնք պետք է լուծվեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանելով հարցին, թե 6 շաբաթվա ընթացքում դեռ ակնկալում է պատերազմի ավարտ, հայտարարել է, որ գործողությունները կշարունակվեն ինչքան էլ որ պահանջվի։ Այս ֆոնին ամերիկյան կողմը փորձում է մեկուսացնել Թեհրանին։ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը պահանջել է Ռուսաստանից ձեռնպահ մնալ Իրանին որևէ կերպ օգնելուց։ Իսրայելի պաշտպանության բանակի փոխանցմամբ Սպահանի օդակայանում հարվածներ են հասցվել իրանական F-14 կործանիչներին։ Շարքից հանել են իսրայելական ռազմաօդային ուժերի դեմ կիրառվող հայտնաբերման և պաշտպանության համակարգերը։ Թեհրանում արդեն քանի օր է չի հաջողվում մարել նավթի պահեստարաններում բռնկված հզոր հրդեհները, ինչը լուրջ հարված է երկրի էներգետիկ անվտանգությանը։ Ըստ Reuters-ի, Սաուդյան Արաբիան պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ-ին տրամադրել իր ռազմաբազաները Իրանին հարվածելու համար, եթե Թեհրանը թիրախավորի սաուդական էներգետիկ ենթակառուցվածքները։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին խիստ նախազգուշացրել է Բաքվին, նշելով, որ թեև Թեհրանը խնդիրներ չունի Ադրբեջանի հետ, սակայն ցանկացած դավադրություն կամ Ադրբեջանի տարածքից բխող սպառնալիք կարժանանա պատշաճ հակահարվածի։ Լարիջանին թերահավատորեն է մոտեցել տարածաշրջանի երկրների այն խոստումներին, թե իրենց տարածքները չեն տրամադրվի ԱՄՆ-ին Իրանին հարվածելու համար։ Հակամարտության արձագանքները հասել են նույնիսկ Եվրոպա։ Պայթյուն է որոտացել Նորվեգիայում ԱՄՆ դեսպանատան մոտ։ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում հարավային Ամերիկայի երկրների ղեկավարների գագաթնաժողովում ամփոփել է Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքը։ Փետրվարի 28-ից մեկնարկած Միացյալ Նահանգների և Իսրայելի համատեղ օդային հարվածները թիրախավորել են Թեհրանի ռազմավարական օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը գործողությունների արդյունավետությունը գնահատել է առավելագույն սանդղակից բարձր, շեշտելով իրանական ռազմական ներուժի կազմալուծումը։ Ըստ Թրամփի չհաստատված պնդումների ոչնչացվել է 42 ռազմածովային նավ և շարքից դուրս է բերվել Իրանի միջուկային ենթակառուցվածքների մեծ մասը։ Հարձակումների հետևանքով ավելի վաղ զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մարտի 2-ից հակամարտությունն ընդլայնվել է դեպի հարավային Լիբանան, որտեղ Իսրայելը ցամաքային գրոհ է սկսել Հեզբոլլահի դեմ։ Այս ռազմական գործողությունները Թրամփը որակել է որպես ծառայություն աշխարհին, անտեսելով երկուստեք արձանագրված զգալի մարդկային կորուստները։ Սակայն 42 նավի կորստի մասին այս տվյալները հակասում են նախագահի նախկին հայտարարությանը, թե Իրանի ռազմածովային ողջ ներուժն արդեն իսկ ամբողջությամբ ոչնչացված է։
Կրասնոդարում Ուկրաինայի հարվածներից հետո հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի նավթաբազայում։ Բելգորոդում էլեկտրաէներգիան է անջատվել։ Ըստ նախնական տեղեկության տուժածներ չկան։ Վասիլևկայում Ուկրաինայի զինված ուժերի դրոնները վնասել են բազմահարկ շենքի մի քանի տասնյակ բնակարաններ։ Ուկրաինական հակամարտության մասին խոսելիս ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ավելի վաղ նշել էր, որ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ շատ մոտ ապագայում։ Ժնևյան հանդիպումներից հետո Մոսկվան և Կիևը փոխանակվել են ռազմագերիներով։ Կրեմլը հայտնել է, որ բանակցությունների օրակարգը և արդյունքներն այն փուլում են, որ չեն ցանկանում բարձրաձայնել։